Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե ծանր թեմաներ ենք այստեղ քննարկում, փորձեմ թեթևացնել մի փոքր մթնոլորտը, բայց կարևոր բաների մասին կխոսենք։ Պարոն Խաչատրյան, ափսոս որ գնում եք, ձեզ էլ հարց ունեի տալու։ Հուսով եմ, չէ, ես ձեզ ունեմ հարց, որովհետև փոխկապակցված է, բայց ոչինչ, կլսեք, հետո կպատասխանեք կամ համարեք հարցս ռետորական, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, ուժեղ Հայաստանը եւ մինչեւ ազգային ժողով գալը եւ եկած ժամանակ էլ կհիշեք, ելույթների ընթացքում միշտ ասում էր սիրելի ժողովուրդ, մենք եկել ենք այստեղ որպեսզի ձեր խնդիրները լուծենք եւ այսպես շատ բովանդակային տարբեր ժողովրդի հոգսեր այստեղ բարձրացնելով քննարկում էր անընդհատ։ Թվում էր այդպես է լինելու է, բայց բավական է մի քանի անգամ ասես կտրիչ Ներսիսյան, նրանք մի անգամից մոռացան ժողովրդի հոգսերի մասին, Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայի մասին եւ այլն, եւ հեռացան։ Վերնագրենք այս էպիզոդը ուժեղ ընդդիմության թուլությունը կամ ուժեղ ընդդիմության թույլ կողմը, սա մեկ։ Երկրորդ էլի ուժեղ Հայաստանին մի բան եմ ուզում ասել, գիտեք, կհիշեք, որ մենք համենայն դեպս մեր սերունդը մի քիչ ավելի ավակ, դպրոցում մեզ անգիրներ էին հանձնարարում, չգիտեմ հիմա դպրոցում անգիր այսպես տալիս են տնային աշխատանք թե չէ, 5 բալանոց սիստեմով էին գնահատում, ով էր ստանում 5, ով 3, բոլորն էլ անգիր են ասել, նա ով որ առոգանությամբ եւ սահուն կարողանում էր իր անգիրը ասել։ Հիմա ուզում եմ ասել, սիրելի ուժեղ Հայաստան, ուրեմն 29800-ի եւ 743-ի այդ հարցը Հայաստան դաշինքը աշխարհի բոլոր հնարավոր առոգանություններով, էքսպրեսիայով, երբեմն նույնիսկ դեպրեսիայով, բարձր տոնով, ցածր տոնով, ամեն ինչով համեմելով արդեն տվել է։ Ընդ որում այդ հարցին մենք այնքան սպառիչ ենք պատասխանել, որ ժողովուրդը մեզ 100,000 ձայնից էլ ավելի ձայն է տվել, այսինքն համարենք, որ ժողովրդի համար էլ մեր պատասխանները սպառիչ է եղել։ Հիմա եթե ուզում եք ինչ-որ նոր առոգանություն այստեղ փորձարկեք, դա չի անցնելու, եւ ձեզ որևէ մեկը 5 կամ 2 չի գնահատելու։ Այ պարոն Խաչատրյանը գնաց, ինչ է ուզում ասել։ Ընդհանրապես մարդ, որ հարց է տալիս կամ թեմա է բարձրացնում, ինքը պիտի նպատակ ունենա։ Այսինքն, հարցը տալիս ես ինչի համար, տարբերակ 1, որպեսզի ստանաս այդ հարցի պատասխանը, տարբերակ 2, որպեսզի չստանաս այդ հարցի պատասխանը, բայց ինչ-որ իրարանցումներ, եւ այսպես տարբերակները շատ են։ Հիմա ես ճիշտ եմ հիշում, որ երբ որ խաղաղության պայմանագրի կետերը քննարկում էինք ազգային ժողովում, 8-րդ գումարման ազգային ժողովում, ընդդիմությունը անընդհատ պարբերաբար բարձրացնում էր այդ հարցը, թե ինչու անկլավների հարցը ներգրավված չի։ Եվ ճիշտ եմ հիշում, որ թե պարոն Միրզոյանը, թե պարոն վարչապետը այդ հարցին պատասխանել են, որ այդ խնդիրը ընդգրկված չի խաղաղության պայմանագրում, բայց մենք դրան կանդրադառնանք շատ ավելի ուշ, պայմանագիրը կնքելուց հետո։ Ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Հիմա ուզում եի հասկանալ, պարոն Խաչատրյան, այն որ ասում եի, որ հարց եք բարձրացնում, նպատակ պիտի ունենա, կարող եմ հասկանալ ո՞րն է նպատակը, որ 9-րդ գումարման առաջին իսկ օրվանից ուսուսի տված 2 խմբակցություններով անընդհատ այդ հարցը բարձրացնում է Քյարքի, Տիգրանաշեն եւ այլն եւ այլն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ այդտեղ դավադրություն կա, ուղղակի մենք փորձում ենք դեռ այդ դավադրության կծիկը շատ չբացել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հնարավոր է, որ հանկարծ մենք որոշենք ձեր դավադրությունների կծիկը ավելի արագ բացել եւ դրա հետևանքները կարող են լինել շատ անկախատեսելի։ Ինչ վերաբերում է Տիկին Գրիգորյանին, ուզում եմ հիշեցնել իմ առաջարկությունը, ընդամենը մի քանի օր առաջ արած։ Եթե այնուամենայնիվ դուք այդքան վստահ եք սահմանադրության մասին ձեր պատկերացումներով եւ կարծում եք, որ ժողովուրդը ձեզ գործուղել է այստեղ մեր հախից գալու, դրա լավագույն տարբերակն է, կքվեարկեք այստեղ հարցը հանրաքվեի դնելու օգտին եւ կտակ ժողովրդին ազատ կամ արտահայտման իրավունք։ Ժողովուրդը ինչպես կորոշի, մենք այդպես էլ կշարժվենք առաջ։ Իսկ հիմա, քանի որ մենք կառավարության ծրագիրն ենք քննարկում, օգտվելով առիթից, վերջերս էլի ելույթում ասել էի, բայց ինչպես հասկացա, առանձնապես շատ ուշադիր չեն լսել, կկրկնեմ եւս մեկ անգամ, գոնե առողջապահության մասով մենք ինչ ենք արել, են որ գալիս են իշխանազավթում 5 տարի լսեցինք, հիմա էլ նորից իշխանազավթում, այդ ընթացքում ինչ դուք խոսում եք դրա մասին եւ փորձում եք տարբեր պիտակներ տալ, հիշեցնեմ, որ 2018-ին, երբ որ մենք ստանձնել ենք իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին
իր գրպանից վճարում էր 80%, եւ դա համարվում էր աղետալի ծախս։ Մենք այս ընթացքում ներդրել ենք առողջության ապահովագրություն, եւ քանի որ Հայաստանը իր ցուցանիշներում աշխարհում 5-րդն էր, հիմա արդեն մենք էականորեն բարելավել ենք մեր ցուցանիշը եւ մենք այս 5 տարվա ընթացքում ձեզ վստահեցնում եմ, որ մոտենալու ենք համաշխարհային միջին ցուցանիշին։ Նաեւ նորից եմ կրկնում, որ երբ որ մենք ստանձնել ենք իշխանությունը, մարզային հասանելիությունը սարսափելի ցածր մակարդակի վրա էր։ Այս ընթացքում մեր իշխանությունը կամ կառավարությունը կատարել է ահռելի կապիտալ ներդրումներ, վերազինել է մարզային բոլոր ԲԿ-ները, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունները, այս ընթացքում գեր ժամանակակից սարքավորումներով հագեցրել է մարզային ԲԿ-ները, ինչի համար բժշկական ծառայությունները դարձել են մեր հայրենակիցների համար հասանելի, եւ այն պետական հիվանդանոցներն էլ, որոնք արդեն այն վիճակում էին գտնվում, որ պետակ դրված էին սեփականաշնորհման, այսօր արդեն անցնում են միջազգային ստանդարտավորում։ Ահա թե ինչ ենք արել եւ դեռ ինչեր ունենք անելու այս 5 տարվա ընթացքում։ Շնորհակալություն։